Ողջույն սիրելի հետևորդներ, US Armedia-ի եթերում հերթական առմքասն է եւ այսօրվա իմ հյուրը լավ երաժիշտ, հիմա կանդրադառնամ դրան, լավ ռեժիսոր, հետո լավ դերասան, լավ մարդ, լավ ստենդափեր, Արմեն Դարփինյան։ Արմենես, ողջույն, շնորհակալ եմ, որ եկել ես։ Մերսի շատ քեզ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիր այս կողտրի կանգյունը։ Բայց շատերը չգիտեն, չէ՞ որ երաժշտական ջիղ ունես։ Չէ, համերամարդ չգիտի։ Ասպետ էլ դու գիտես հարգելի պատճառներով։ Դու գիտես հանգամանքների բերումով հարս։ Գաղտնիքը բացեմ, ես ու Արմենը երկար տարիներ որ ճանաչում ենք, 20-ից ավելի տարի, միասին մի զորամիավորում ենք ծառայել բանակում եւ Արմենը ծառայության ընթացքում մուզվոդ են ասում, չէ՞, մուզվոդում ծառայել, երաշտախմբում, ինչ գործիք էր նվագում։ Տարբեր գործիքներ եմ նվագել, հարուց Չէ, այդ չեմ նվագել, բարաբաններն էի։ Հարվածային գործիքներն էր, սկզբից մեծ բարաբանն էի խփում, հետո իսկական երաժիշտ բերեցին, ես գնացի փոքրի վրա, հետո էլի բերեցին, գնացի տալերկեքն էի խփում։ Իջև էնի դրան խփողը եկավ, ես վերջադրեցի ծառայությունը Սեկատուն։ Արմենես, քեզ շնորհավորում եմ, առաջին ստենդափը տարեցիր։ Այո։ Ոնց անցավ Արմենիկա։ Coming to Armenica, ստենդափը նրա մասին էր, թե ոնց եմ եկել Ամերիկա, ինչ աշխատանքներ եմ արել ու ինչ ձևի Ամերիկայում ես պատկերացրի ու ինչ ձևի Ամերիկայում եմ ապրում։ Այդ էր թեման։ Իմ պատկերացրած Ամերիկայի մասին էր ստենդափը։ Շատ լավ անցավ, արձագանքները իսկապես լավն էին ու մտադրություն կա երկրորդը սեպտեմբերի վերջ, օրը դեռ հստակ չի, բայց սեպտեմբերի վերջ երկրորդն է լինելու։ Դու էլ Հարության հրավիրված ես, արդեն ամոթով պետք է ասեմ հրավիրված ես, որ դու հրավիրել ես, ես էլ քեզ եմ հրավիրում։ Արմեն, տես ստենդափը իրականում բարդ աշխարհ է։ Մենք մի քիչ առաջ դրա մասին զրուցում էինք, ասում էի չէի պատկերացնում, թե ինչ դժվար է մենակ բեմի վրա։ Սարսափելի։ Ոնց անցար այդ քո առաջի փորձը, ոնց էր։ Ես ստենդափը սկսվեց իմ ընկերների օգնությամբ նախ, իմ ընկերները շատ մեծ աշխատանք են տարել այդ ստենդափի վրա ու մուտքը սկսվում էր իմ ընկերներով, այսինքն մտնում էին, երգում էին ու ինձ հրավիրում էին։ Խոսքը ընկերներ ասելով Դեմք շոուի մասին։ Տղաների, այո, Դեմքի տղաների, Լևոններ, Դավիթներ Թովմասյան, մեր Հովոներ, Անթիկներ ու այդ ընթացքում որ երգը սկսվեց, արդեն երգից հետո պիտի ինձ հրավիրեն ու ես մտնեմ բեմ։ Հարուտ չես հավատա, հիմա լացը տվելա վրեզ, լացում եմ կուլիսներում ու մյուս մեր ընկերը Արտակը, որը սցենարի հետ լիքը աշխատանքներ արեց, թոփ տվեց, որովհետև ես որ մտա բեմ, մի երկու դիալոգ իրար հետ խոսացինք ու իրանք գնացին, հարուտ այդ րոպեին ոնց որ ինձ տանեին մանկատուն ու թողին իմ ծնողները հետային տուն ու ես մնացի այդ մարդկանց դիմաց ու շատ վախենալու է սկզբի մի 5 րոպե շատ սարսափելի էր մենակ, ես երբեք մենակ չեմ եղել բեմի վրա, միշտ խմբով ենք եղել տղաների հետ, ընկերներով, բայց մենակ իսկապես ապա հաղթահարելու խնդիր կա, որ պիտի մարդ հաղթահարի այդ մենակությունը բեմի վրա։ Դե շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ օրինակ համար ստենդափով նաև զբաղվում են մարդիկ, ովքեր որ չեն անցել օրինակ համար թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի օրերով, բայց դու բեմի մարդ։ Ինչն է դժվարը, որովհետեւ դու սովորել ես, ավարտել ես ջրբաշանի կուրսը, չէ՞։ Դժվարությունը այդ եմ ասում, փորձի պակաս կարծում չունեիր, ֆիլմերում նկարվել ես։ Հա, փորձի պակաս չկա, բայց փորձի պակաս կար ստենդափ անելու, մենակ բեմի վրա լինելու։ Ալչետ երևի պարտնյորի պակասն է, հա, պարտնյորը հետը տա, ոնց որ մի քիչ արխային ես, որ ինչ որ մի բան լինի, կարող է քեզ ինքը փրկի կամ ինչ որ ռեպլիկի է սպասում, որ շարունակես, որտեվ ամբողջ տեքստը դու ես ասում ու մոռանալ կա, խառնվել կա, ասենք, չգիտեմ, ինչ որ մի բան կարող է լինի հատկապես որ խաղընկերդ ավելի փորձառու է լինում, հույսը տնում ես խաղընկերոջ վրա։ Դուրս գալի բեմ, բայց
Մենակ իսկապես դժվար է, ընդհանրապես ես բեմ բարձրանալուց առաջ միշտ կլինի խմբով, կլինի մենակ, միշտ լարվածություն կա, միշտ մտավախությունը կա, ոնց կանցնի, ինչ կլինի, միշտ ես այդ բանը ունեմ, որ անհանգստությունը կա իմ մեջ։ Արմեն, արդեն քանի տարի է, որ Ամերիկայում ես։ 15 տարի։ 15 տարի։ Ունես աղջիկ, Աղջիկ ունեմ, տղա ունեմ, տղա ունես։ կին ունեմ, բնականաբար։ Սկզբից ասում եմ կիններ, հետո երեխաները։ Եվ ոնց է ընտանիքում, ինչ Ապեր գնահատում ընտանիքում երեխաները։ համարը ինձ չեն տենում երեխեքս, որ ամեն օր որ տենց ուշ որ գնում եմ տուն, ինձ որ զգում եմ, որ մեծանում են։ Տարբերությունը առավոտվա որ քնած են դուրս եմ գալիս ու մեծ մարդիկ են արդեն նստած են։ Բայց ընտանիքս հրաշալի ընտանիք է, ինձ հասկացող, իմ դրության մեջ մտնող, իմ այդ կապրեզնիությունները տանող, որովհետև շատ մեծ աշխատանք է տարվում հիմա այդ մասնագիտական ու իրանք ըմբռնումով են մոտենում ու ինձ թեվութիկունք են լինում, դա շատ կարևոր է դերասան կլինի, երգիչ կլինի, ընդհանրապես արտիստի համար կարևոր է, որ կողակիցը քեզ հասկանա, քեզ ըմբռնումով մոտենա, մի բաներ օգնի։ Արմեն, դեմք շոուի կամ դեմքի տղերքի հետ ոնց ստացվեց համագործակցությունը, ոնց սկսեցիք, ոնց միմյանց ճանաչեցիք եւ հիմա վստահ եմ, որ ստացված է համագործակցությունը, բայց ոնց գնաց այդ этаպը։ Համագործակցությունը շատ հետաքրքիր ձևով ծանոթացա տղեկի հետ, ընկերներիցս մեկը ամուսնացավ դեմքի տղաներից մեկի քույրիկի հետ ու տենց ծանոթացա։ Ես միշտ ասում եմ դեմքի կորիզները, հին որ կան դեմքի կորիզները, կորիզներից մեկի քրոջ հետ ամուսնացավ, կարևոր մեկի քրոջ հետ ամուսնացավ ու մեր արտակի շնորհիվ ես ծանոթացա տղաների հետ, մեկ-երկու անգամ հանդիպումներ, սցենարներ, բան ու ոնց որ ստացվեց արդեն համագործակցությունը կայացավ։ Դե հիմա վստահ եմ, որ կայացած է, բազմաթիվ արդեն պրոյեկտներ եք Շատ տարել։ պրոյեկտներ, շատ համերգներ, շատ շոուներ, ֆիլմերում նկարվեցի 2 ֆիլմում նկարվեցի մեր Գոռե Կիրակոսյանի Վերջինը Սևազգեստ կանայք։ Սևազգեստ կանայք, հրաշալի ֆիլմ է, իսկապես շատ հաջողություն ունեցավ ինքը, երևի 8-9 sold out ցուցադրություն եղավ ստեղ Միացյալ Նահանգներում, այդ չեմ ասում Հայաստանում։ Դժվար է Միացյալ Նահանգներում ստեղծագործել, ընդհանրապես անցնել մշակութային կամ ստեղծագործական աշխարհով։ Շատ դժվար է, որտեղ մարդիկ նախ ունեն ապրոստի խնդիր, նախ ունեն մեծ ծախսեր, որ պիտի հոգան այդ ծախսերը, իսկ մեր գործով ստեղ դժվար է, որ մենակ մեր գործով աշխատես, կարողանաս հոգաս քո գոնե մինիմալ ծախսերը։ Այլ աշխատանք ունես։ Ունեմ։ Ինչով ես զբաղվում։ Ընկերոջս ոնց են ասում հայերեն։ Դու ասա կփորձենք գտնենք։ Body shop-ա։ Հա, վերանորոգման կենտրոնների, հա։ Վերանորոգման կենտրոնում եմ աշխատում, անունը ասեմ։ Կարող ես ասել, մենք խնդիր չունենք, ասեմ ավելին հովանավոր էլ չունենք։ Մենք շատ լավ, Renew Collision Center-ում եմ աշխատում։ Եթե խոսքա գնում նրա մասին, որ հովանավորով ինքը ինչ որտեղ պարտավորում է մարդուն, թե չի պարտավորում։ Այդ դուք ունեք հովանավորներ, անում եք ինչ որ ֆիլմեր, այդ պարտավորեցնում է ձեզ, թե չի պարտավորեցնում։ Ազատ եք ձեր ստեղծագործության մեջ, թե պարտադիր։ Օրինակ այդ միշտ չեմ հասկացել, որ հիմա մենք նստած լինեինք, ասենք արևածաղիկ արտադրող ընկերություն հովանավորներ, մեկ պիտի պարտադիր կեղևազրկեինք այդ արևածաղիկը։ Մի բան պետք է լինի։ Այդ խնդիրը կա, բայց ասեմ, ես ում հետ որ հիմա աշխատում եմ մեր հովանավորների հետ, երբևիցե իրանք ինձ չեն ասել, որ անպայման մեր անունը պիտի բեմի վրա դու ասես։ Երբևիցե տենց խնդիրներ չի եղել, մենք միշտ լուծումը գտել ենք հովանավորների ներկայացնելու բեմից ու շատ սիրուն ունենք մենք միշտ ներկայացրել, միշտ երաժշտական ենք ներկայացրել մեր հովանավորներին,
բայց կա, խնդիրը կա, եթե հիմա որ ասում ես ինչ-որ մի բան նկարելուց հովանավոր ասենք օրինակ արևածաղիկի կամպանիա է, պիտի անպայման լինի այդ արևածաղիկը, անգամ սիթքոմերում տենում ենք, որ ինչքանն են Դե ամենուր սուրճը, հանկարծ արևածաղիկը, մյուսը, հա, մեկը հացի սուրճ կխմես, հանկարծ այդ դիմացինը որ ասեց հա, մենք ընկնում ենք կրակը նայողներով, որ այդքան պիտի հիմա մենք նայենք այդ սուրճը վերցրեց, լցրեց, խառնեց, դրեց հետ տեղը, շատ մի քիչ, բայց այն վաղ տենց չէր։ չէ, ես հա Այս վստահաբար ասեմ, նորվա բան է։ նոր տենդենց է, Հա, ինչ որ մեկը սկսեց այդ տենդեցով ու բոլորը հասկացան, որ եթե մեկը անում է, բոլորն էլ կարող են անել։ Մենք սովորաբար մեր հովանավորներին բացատրում ենք, որ ավելի էսթետիկ է բեմից այս ձևը, ավելի սիրուն է, ավելի հետաքրքիր է, ու մարդիկ էլ փառք Աստծո ընդունում են, հասկանում են, գնահատում են ճիշտն ու գեղեցիկը, ոնց որ ասում են, ու հետաքրքիր ենք մենք այդ լուծումները գտնում մեր հովանավորների ներկայացնելու, շատ սիրուն ենք անում ենք։ Հասկացա։ Նախքան սկսելը ասացիր, որ քաղաքականությունից չես ցանկանում խոսել, իրականում քաղաքականությունից չեմ էլ պատրաստում խոսել մարդկանց հետ, ովքեր որ օրինակի համար ուրիշ ստեղծագործական աշխարհում են, բայց որպես ստեղծագործական մարդ, որպես մարդ, որը նաև մտահոգ է, հայ, հայրենասեր, հիմա հայրենիքից հեռու, ինչքանով է քեզ հեշտ, ինչքանով է քեզ դժվար, ոնց ես հայրենիքի ներսի իրադարձությունների զարգացումներին հետևում, դե 15 տարին տարբեր իշխանություններ են փոխվել, տարբեր իրադարձություններ են եղել, ոնց ես դրանց հետևում, ոնց ես լինում անմաս կամ ինչ-որ մի բան մասնակցություն քո ներդրում ունենալու։ Հետևելը աշխատում եմ սոցիալական կայքերով չհետևեմ, որովհետև շատ խեղաթյուրված է հիմա ինֆորմացիան, շատ։ Եթե ընկերներս շշուտ են գալիս Հայաստանից, իրանցից ենք հետաքրքրվում, իմանում ավելի ճիշտը, ավելի ռեալը, կան որ համարյա ամեն տարի գնում ենք մենք Հայաստան գործունեության բերումով, տեղեկանում եմ հենց այնտեղ ընկերներիցս, որովհետև սոցիալական կայքերով ես որ հետևեմ, ես կարող եմ գժանոց տանեմ։ Շատ են ասում, գիտես, որ դե հիմա ամեն ինչ հիմնված է սոցիալական ցանցերի վրա։ Ամբողջ հարցն էլ այն է, որ եթե կա ստույգ տեղեկատվություն, տես շատերը ստիպված են չհավատալ լրատվամիջոցներին, հատկապես հայկական լրատվամիջոցներին, ասում են, որ կամ իշխանական է, կամ ընդդիմադիր է, այսինքն չկա միջանկյալ են անկախ կարծիքը։ Իրականում կան, որ անկախ կարծիք են հայտնում, այդ լրատվամիջոցը պետք է գտնել, բայց նաև կա ուրիշ լուծում, նայել մի կողմը, նայել մյուս կողմը, գտնել այդ ոսկե միջինը։ Այդ տարբերակն էլ է հետաքրքիր։ Մյուս կողմը շատ տարբերություն ունեն։ Այսինքն, այս մի կողմը քիչ է, իսկ մի կողմը շատ է լրատվամիջոցները։ Չես կողմնորոշվում, որ նայում ես էլ չես իմանում, էսի ինչ է, ընդդիմադիր էր, թե իշխանական էր, թե անկախ էր։ Չի տարբերվում, հասկանում ես։ Դա սոցիալական մեդիան էլ շատ հաճախ աղբով էլ է լցվում։ Դրա համար աշխատում եմ սոցիալական կայքերով չհետևեմ, որովհետև ուզում եմ մի քիչ երկար ապրեմ էլի։ Հետաքրքիր է, չէ՞։ Այս օրերին Լոս Անջելեսում բողոքի ակցիաներ են տեղի ունենում միգրանտների հետ կապված, իհարկե տարբեր պատճառներով մարդիկ դուրս են գալիս փողոց, մեկը գողություն անելու համար, մեկը ոստիկաններին հարվածելու համար եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ էլ մամուլը օրինակի համար, նույնիսկ մամուլը վերցնում է ինչ որ տարբեր տարիներից լուսանկարներ, փորձում է դրանք ներկայացնել ներկայիս իրավիճակը ու սոցիալական մեդիայում այսօրվա դրությամբ շատ է ապատեղեկատվությունը, իրականում պատկերն այլ է, հենց դա է, ուղիղ համեմատական եմ ուղղակի տանում, իրականում պատկերն այլ է ու խոսքը գնում է մի քանի փոքր թաղամասերում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին ու մի քանի 100 հոգանոց բողոքի ակցիաների մասին, այլ ոչ թե մեծ։ Իսկ դրանից հետո պարետային ժամը, եթե օրինակ Գեմար քաղաքապետը բասը չմտցներ,
գուցե ավելի շատ գողություններ, դրանից հետո հայտնվում են այն ավազակախմբերը, հիմնականում գիտես, բոլոր ժամանակներում էլ եղել են։ Եղել են ու բոլոր պետությունները։ Այդ նույն համարտությունը, բայց սոցիալական մեդիայի մասին որ խոսեցինք, հետևում ես արդյոք, ուն ես հետևորդ մեր ամեդերքում, հետևում ես արդյոք քեզ տրված խորհուրդներին կամ ասենք օրինակի համար, որ ատելության խոսքա ինչ որ ձև գալիս, հետևում ես արդյոք դրանց ինչ որ փոփոխություններ անում ես, չես անում։ Կոմենտներին վատ իհարկե կոմենտներին ընդհանրապես չեմ պատասխանում։ Ջնջում ես։ Չեմ էլ ջնջում, որ ճիշտն ասեմ, շատ վատ կոմենտներ են եղել, որ գրել են։ Անգամ մի անգամ կոմենտ չգրեցին, նամակով գրել էին, որ շատ վատ բան ես անում, էս ինչա, մի հատ դրվագ ունեինք, սկեչ ունեինք մեր դեմք շոուի, ինձ ոստիկանը կանգնացնում է, վերջում ես աղոթք եմ ասում, բաց թողնի, այդ աղոթքի համար շատ գրեցին ինձի, բայց աշխատում էի չպատասխանեի, լինում է, որ չես դիմանում, որտեղ նենց բաներ են գրում, ախր դու էլ մարդ ես, տղա ես, ուզում ես մի հատ էլ ասենք, որ հանգստանան էլի, վերջի ասենք միկրոֆոն չի, մարդ է, տղա է, տղա մարդ է, հայ է, վերջը, բայց աշխատում եմ այտենց կոմենտներին չպատասխանեմ, խորհուրդներին իհարկե լսում եմ, պարտադիր լսում եմ, ընդունում եմ բոլորի խորհուրդներն ու կարծիքները, բայց անում եմ այն ինչ որ ասած ոսկե միջինը։ Դե տես, դու լավ օրինակ բերեցիր, հումորն էլ պետք է սահման ունենա, ինչ որ պայի, եթե հումորը սահմանը դուրս է գալիս, կարող է բորբոքի մարդկանց։ Տերունական աղոթքը փոխել էիր, չէ, բառերը, ոստիկանությանը վերաբերող բառերով էիր ասել, այդ դրանից առաջ ինչքան եք դուք մտածել, ինչքանով կարա դա վատ անդրադարձություն է եւ որտեղ է դրա սահմանակիցը։ Նայ, Հարութ ջան, մենք միակ խումբն ենք հայ իրականության մեջ, որ մեր սցենարները բացառապես գրվում է նենց, որ հանկարծ մի հատ ցենզուրայից դուրս, հանկարծ ասենք ինչ-որ մեկին չվիրավորենք, թեկուզ եւ մեր ընկերներն են բոլորը, չէ, շոու բիզնեսի ներկայացուցիչները, Չանձնավորված հումորն է։ հանկարծ չվիրավորվեն, հանկարծ ինչ-որ չմտածեն, որ իրանց մասին է, միշտ մենք այդ ցենզը պահել ենք, եթե ինչ-որ տենց դրվագներ լինում է, աշխատում ենք նենց անենք, որ համով լինի, որ ասենք դե կլինեն, ինչ էլ անես մեկա, Հարու ջան, սիրող կլինի, քննադատողներ կլինի, միանշանակ, դոգմա չի, որ էսի լավն է բոլորի համար։ Եթե հանրային դեմք ես, հանրային մարդ ես, եթե մտածենք, ոչ մի բան չենք ստեղծագործի։ Ճիշտ ես։ Բայց այն էլ պետքա լինի, այդ քննադատողն էլ պետքա լինի, հայհոյողն էլ պետքա լինի մեր իրականության մեջ, մեզ, որ իմանանք բալանս պահենք, էլի ոնց։ Ախվերդյանն է, չէ, երկի մեջ ասում վաղեմի սովորություն է, մարդ պետք է արտահայտվի հայուելու հետ կապված։ Դա Արմեն, մոտակա ծրագրերը իհարկե առաջիկա ստենդափը, որը սեպտեմբերին նշեցիր, մոտակա ծրագրերը դեմքի հետ, ֆիլմ արտադրություն, չգիտեմ, ինչ որ շոու, Ամերիկայի ծրագիր։ Շոուներ ունենք, այո, դե ստենդափն է սեպտեմբերին, նոյեմբերին ունենք մեծ փառատոն, Stand-up for Stand-up անցած տարի արեցին ֆեստիվալ, այսինքն փոքր շոուներ ունեմ տարբեր նահանգներում պետքա ելույթ ունենամ ընկերոջս հետ, Անթիկի հետ, հիմնականում նորություններ այդ ֆիլմ դեռ չկա։ Ֆիլմ հլվոր առաջարկներ չկան, հիմնականում աշխատում ենք կորի հետ, բայց հələ որ հորիզոնում ֆիլմ առաջարկ չկա։ Դե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մի ստենդափ օրինակի համար Ամերիկայում աշխատել, դնել եւ այլն արդեն իսկ լավ ժամանակատար, ես պատկերացնում ֆիլմի ինչ ժամանակատար կլինի ու ինչքան դժվարությամբ չհաշված ծախսերն ինչ ավելի ահռելի են, քան մեկ ստենդափի օրինակի համար ծախսերը։ Մենք պատրաստվեցինք գրեթե 8 ամիս, 7 ամիս, հələ սցենարներ, պատմություններ իմ պատմություններն էին, չենք նստել զրոյից ինչ-որ բան ստեղծել, բայց էդ էլ ահագին ահռելի աշխատանք էր, որ կարողացանք հաղթահարենք ինչքանով որ
կարողացել ենք։ Արմեն, դե տես, բանակից մենք միասին ծառայել ենք, ինստիտուտում միասին միաժամանակյա սովորել ենք, հա, եւ դու էլ վերջին 15 տարին Միացյալ Նահանգներում էիր, ես էլ եկա հասա քեզ, հա, ոնց որ նոր եմ եկել, ճիշտ է, լավ, ինչա լինելու վերջին, ինչքան կարող են Հայաստանից դուրս հայերը ապրեն եւ ինչն է պատճառը, որ մենք sense դուրս են գնում, ինչն է մեզ ձգում դեպի դուրսը։ Ապրուստը, Հարութ ջան, հիմնականում մարդիկ ձգտում են լավ ապրեն, հիմնականում հիմա մի քիչ էլ փոխվել է, վատ բան պիտի ասեմ, բայց փոխվել է, մարդիկ Հայաստանից դուրս են գալիս երեխեքի համար, մանավանդ տղա երեխեքի համար, Այսինքն նկատի ունես, որ որ բանակում բանակ, չծառայեն։ որ իհարկե հիմա չգիտեմ ինչի տենց եղավ, օրինակ մենք որ մեր տարիքում որ գնացինք բանակ ծառայելու, վատ չէր բանակի վիճակը, ի նկատի ունեմ ներքին վիճակը, ոչ թե ասենք Ներքին, թե օրինակ համար թշնամու հետ սահմանային իրավիճակը լարված չէր։ սահմանային իրավիճակը լարված չէր, չէ, ուզում եմ ասեմ, բանակի փոխհարաբերությունները զինվորների, սպաների, արդեն ոնց որ մեր ժամանակ գալիս են արդեն կրթված սպաներ, այն ժամանակվա բաները չէին, պատերազմից է, որ իջած սարերից իջած հրամանատարները չէին արդեն դու կհիշես մեր հրամանատարները ինչքան ասենք գնում էին սովորում հետ էին գալիս, արդեն նորմալացել էր վիճակը, մարդիկ չէին մտածում, որ իրանց երեխուն ուղարկեցին բանակ, ծեծ, ջարդ չկար այդ ժամանակ, արդեն շատ ստաբիլ էր բոլորը իրար հետ, ես երբևիցե չեմ զգացել այդ վիճակները, որ ասենք վախենամ կամ չգիտեմ ինչ կամ չգիտեմ ինչ, բայց հիմա շատ մարդիկ դուրս են գալիս տղա երեխեքին, որ ցավալի է, որ չգնան բանակ։ Ամեն տեղ մի խնդրեմ կա։ Ծանրացրեցինք թեման։ Մի հատ հետաքրքիր բան պատմի, հաղորդումը եզրափակենք։ Ինչ որ մի հատ պատմություն, որ ստենդափիդ մեջ չհասցրեցի ներառես։ Ստենդափից մեջ բանակից, քանի որ բանը քո ստենդափը ամբողջությամբ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բանակից։ Քանի օր է բանակից մի հատ դրվագ եմ հիշել, բայց պատմելու չի, հա, որտեվ բայց ունենք մի հատ սպա ունենք, չգիտեմ, դուք կարանք անուններ տանք։ Հա, իհարկե։ Մենք Ամերիկա ենք, բզի բան չեն ասի։ Հետապն։ Մի հատ ուրեմն հիմա կղած մեր վրաց վարչի հրամանատարը Սարգսյանն էր։ Արա այդ մարդ չէր կարում ծեծեր։ Չգիտեր ոնց։ Նախ բռունցքն էր սխալանում, բութը մեջը։ Հանկած որ մի հատ, ասենք, չեպ է որ անում եք, չէ՞, ասում եմ, Աստված, Սարգսյանը չի, որտեղ տանջում էր, չգիտեմ ինչեր էր անում։ Մի օր տենց ինձի տենց տանջում է, ուզում է գցի չի կարում, ուզում է ձեռով խփի ոտնակ կպնում, չգիտեմ ինչ էր ուզում, տանջում է ինձի։ Ու տենց քարկապա գցե ինձի, էլ չդիմացա, տենց վիճակ, ասում եմ, Սարգսյան թույլ կտա։ Դիմեմ, ասում եմ, լտրան ինչ է եղել, ասում եմ, ինչ եք ուզում անեք, ասեք ես անեմ, ուզում եք ընկնեմ, պրծնեմ ես, ասում եմ, ինչ էր անում, ոնց որ սենց ծալեր ուզենա դնել այդ պահարանների մեջ։ Բանակից շատ բաներ կա, որ կուզեի պատմեի, բայց մի հատ բանակի նվիրված ստենդափ պատրաստվում եմ անեմ, արա անպայման։ Հա, իդեպ ասենք, որ այդպես չէր, որ մեր ծառայության ժամանակ այդպես վայրենի եւ աբորիգեն վիճակ էր, որ հրամանատարները հարցակվում զորքին ծեծ ու ջարդ էին անում եւ այլն, չէ, շատ նույնիսկ նույնիսկ մտերմիկ հարաբերություններ չէ զինվորների հետ։ Ես մեր հրամանատարներն եմ հիշում, գնդի հրամանատարիներ, գնդի հրամանատար մեր շատ մեր Վելիքսետ Պողոսյանին ողջուններ ենք ուղարկում, գնդապետին, ծառայությունից հետո կապի եմ եղել հրամանատարի հետ, դե ամեն դեպքում շնորհակալ եմ քեզ, որ եկար, հետաքրքիր պատմությունն էլ վերջում պատմեցիր, Արմեն, ես քեզ գիտես, որ գենացի չնմանվի, ասեմ, որ ինչ որ դու արել ես, ինչ հիմք որ դրել ես, կուզենամ, որ էլ ավելի զարգացնես, էլ ավելի շատ քեզ տեսնենք բեմերում։ Շատ շնորհակալ Դու եմ։ բեմի մարդ ես։
չհաշված որ դու ավարտել ես ռեժիսուրայի ֆակուլտետը, դու Այո, բեմի մարդ ես, դու կադրի այո, հետևում կանգնած մարդ ես։ Ես ինքս գիտեմ, որ դու շատ տաղանդավոր ես ու շնորհակալ եմ, որ այսօր եկար, ես էլ եմ չմերժեցիր։ շնորհակալ Հարութ ջան, շատ լավ ժամանակ անցկացրեցի, կարոտս էլ առա 22 տարվա։ Ուրախ եմ։ Սիրելի հետևորդներ, Armcast-ը շարունակում է իր ավանդական շարքը։ Ասեմ, որ հյուրերը տարբեր են լինելու, տարբեր բնակավարներից եւ քաղաքական ոլորտից կլինեն եւ այստեղի քաղաքական, այսինքն ինչ որ պաշտոն զբաղեցնող մարդիկ, բարձրել կփորձենք բարձր պաշտոնյա հրավիրել, միջին խավի պաշտոնյա կամ նոր սկսնակ, կփորձենք ոչ միայն մշակույթից խոսել, այլ նաև տարբեր ոլորտներից, ոստիկանության ներկայացուցիչ գուցե ունենանք, կրթության ոլորտից, այնպես որ զրույցի հարթակը Armcast-ը լինելու է ազատ խոսքի վրա հիմնված, քանի որ մենք էլ անկախ, ազատ եւ ջրգրիտ ինֆորմացիայի վրա ենք հիմնված, թե լուրերի մասով, թե ոդկասթի, շարունակել ենք նույն տեմպով, ձեզ էլ շնորհակալություն եմ հայտնում, որ պարբերաբար եւ հետևում եք, եւ նյութերը հավանում եք, եւ բաժանորդագրվում եք ալիքին, միևնույն ժամանակ նաեւ տարածում եք այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։